օրինակ Նիկոլ Փաշինյանին ով էր խորհուրդ տվել, որ դատապարտեր Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների այդ այրման ակցիան, հա։ Նարեկ ջան, երևի դու իմ կարծիքով։ Դուք եք պարզապես խորհրդականը։ Չէ, կապ չունի խորհրդականը ես եմ թե չէ, բայց չգիտեմ ինչի է ինձ թվում դուք էլ խորհուրդ տված կլինեք ձեր գործողություններով։ Դուք դա ինչպես եք վերաբերվում այդ ակցիային։ Ես ճիշտն ասած չեմ լսել վարչապետի ուրեմն հայտարարությունը, ուստի դրանից ելնելով չեմ կարա ինչ-որ մի մոտեցում կամ միտք արտահայտեմ այդ առումով, ուստի այդքանը կասեմ ու դրանով Նարեկ ջան վերջացնեմ։ Այդ դուք կարծում եք պետք է նման ակցիաներ անել, թե ոչ։ Ոչ միայն այդպիսի ակցիաներ, այլ շատ խնդիրներ ունենք, որ կարանք մենք այդ ակցիաները անենք, որ հարցեր լուծենք։ Ոչ միայն կենտրոնանանք մի խնդրի վրա, որը մյուս խնդիրները բան անում, էլի, ծածկում է։ Ուստի միասնական բոլոր խնդիրներին մոտենանք, այս խնդիրը մի խնդիր կլինի այն խնդիրների մեջ, որոնք որ այդ ակցիաները կատարում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ուղերձներում շեշտադրումների փոփոխությունները ապրիլ 24-յան ուղերձների ինչով է պայմանավորված։ Այդ կարծում եմ դուք եք ասում, բայց ես չեմ կարծում, որ փոխվել է։ Ես մի քանի օրինակ բերեմ, օրինակ, երբ վարչապետը 20 թվականին ասում էր, որ Թուրքիան պետ բան անում է, չի զղջում, ներողություն չի խնդրում, 21-ին ասում էր եկել է տարածաշրջան ցեղասպանություն անելու, հիմա լրիվ ուրիշ բաներ ասում, օրինակ չգիտեմ, հայոց ցեղասպանություն տերմինը մի անգամ օգտագործում այսօրվա ուղերձում, 4 անգամ ասում է մեծ եղեռն, դա փոփոխություն չէ։ Երևի դուք տենց եք կարծում, բայց ես չեմ։ Դուք ինչ խորհուրդ տայիք, որպես վարչապետի խորհրդական։ Դե ես վարչապետի խորհրդական եմ, ձեզ ինչ խորհուրդ տամ։ Չէ, ինձ պետք չի խորհուրդ տալ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարություններ անելու համար։ Ես չեմ լսել այդ հայտարարությունը, որ ձեր ասածի վրա ես չեմ կարող հիմնվեմ ու խորհուրդ տամ։ Ուղերձը չեք կարդացել։ Չէ, չեմ հասցրել, որովհետև ես քիչ առաջ ներկայացրեցի, որ 70 պատվիրակներ ունենք 15-20 երկրներից, որտեղ որ ուրեմն որոնք որ ժամանել են Հայաստան եւ այսօր հարգանքի տուրքը մատուցել մեր ցեղասպանության ու զոհերի հիշատակին եւ ունենք մի համաժողով, որին որ պետք է մասնակցենք։